Ինչով են ամենաշատը հպարտանում Փաշինյանն ու իր թիմը։ Իրավացիեք, ամերիկյան ներդրումներ, արհեստական բանականություն, NVIDIA չիպերի գործարան եւ դատա կենտրոններ, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմնական նախընտրական PR ակցիաներից մեկը։ Արդյոք դա լավ է եւ խոստումնալից եւ պետք է ողջունել միանշանակ Հայաստանի համար դա լավ է եւ Հայաստանը բացառիկ շանս է ստանում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների միջոցով որոշակիորեն տնտեսական աճ ապահովել եւ սեփական պրոգրեսը երաշխավորել, բայց արդյոք իրավացի են Փաշինյանն ու իր թիմը, երբ ասում են, որ եթե իրենք չլինեն, այդ ամենը չի լինի, ամերիկյան ներդրումներ չեն լինի, որովհետեւ իբր իրան գնում են դեպի արևմուտք, սառեցրել են իրենց անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ Ադրբեջանի հետ հատկապես խաղաղությունը բերել է այդ հնարավորությունը։ Ոչ, դա սուտ է, լկտի սուտ, եւ ես ձեզ դա կապացուցեմ։ Արդյոք այդ ներդրումները NVIDIA-ի այդ դատա կենտրոնների կառուցումը բացառիկ մի բան է եւ հազվագյուտ երկրներ ունեն այդ հնարավորությունը։ Դա եւս լկտի սուտ է եւ ես ձեզ կապացուցեմ հատկապես այն տեսանկյունից, որ Հայաստանը իբր գնում է արևմուտք, իբր վատացել է Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ խաղաղությունը բերել է մեզ այդ հնարավորությունները եւ Նիկոլ Փաշինյանի անձնական վաստակն է դա։ Ես կապացուցեմ Ղազախստանի եւ Ղրղստանի օրինակով, որոնք ՀԱՊԿ-ի անդամ են, որոնք ԵԱՏՄ-ի անդամ են, որևէ խնդիր չունեն Ռուսաստանի հետ եւ այնտեղ նույնպես ամերիկացիները արդեն իսկ կատարել են բազմամիլիարդանոց ներդրումներ արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում Microsoft-ը եւ NVIDIA-ն, եւ դա որևէ կապ չունի այդ երկրների ղեկավարների անձնական որակների հետ։ Եվ չկա ու չի լինելու Հայաստանում որևէ ղեկավար, կլինի դա Նիկոլ Փաշինյանը թե որևէ մեկը, որ դա կմերժի եւ դա չի իրականացնի, որովհետեւ ամերիկացիներին մենք պետք է համարենք կատարյալ ապուշներ, եթե մտածենք, որ նրանք հույսը դնելու են Նիկոլ Փաշինյանի ինչ որ մեկի վրա, որպեսզի բերեն այստեղ ներդրումներ անել։ Նրանք ներդրումներ են անելու այնտեղ, որտեղ կա պետական հստակ երաշխիքներ, որտեղ անձից կախված չի այդ ոլորտի զարգացումը։ Եվ հիմա ձեզ ապացուցեմ, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ամերիկացիները գալու են այստեղ ներդրումներ են անելու, թրիփներ են լինելու, NVIDIA-ի չիպերներ են լինելու։ Ինչու՞։ Շատ պարզ։ Ղազախստանում եւ Ղրղստանում մեզնից էլ առաջ ամերիկացիները արդեն իսկ սկսել են այդ կենտրոնների կառուցումը եւ եթե Հայաստանում խոստանում են 4 միլիարդի ներդրումներ եւ դրանք դեռ խոսակցությունների մակարդակում են, Ղազախստանում հստակ իրականացվում է 30 միլիարդի դատա կենտրոնների կառուցում, որը կոչվում է հենց հովիտ, ինչպես ասում են, չէ, սիլիկոնյան հովիտ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դատա կենտրոնների հովիտ է հյուսիսում Ղազախստանի, հսկայական մեգավատ հոսանքի ապահովությամբ, սառեցման համակարգերով եւ արհեստական բանականության այդ ամբողջ ենթակառուցվածքներով։ Եվ Ղազախստանում արդեն իսկ գոյություն ունի սուպեր համակարգիչ։ Խնդրեմ ապացույցները նայենք, ռեպորտաժները նայենք, լուրերը նայենք, եւ ես ձեզ այնուհետև կշարունակեմ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկացած իր նախընտրական լոզունգ կեղծիքով, չափազանցությամբ եւ PR-ով լցնում, որովհետեւ բացարձակապես իր անձնական որակները եւ իր անձնական ներդրումը այստեղ չկա, ամերիկացիները փնտրում են շուկաներ, ամերիկացիները փնտրում են տարածաշրջանային հաբեր, էժան հոսանքի տեղեր, որը ոչ Նիկոլ Փաշինյանն է ապահովում, ոչ էլ այդ երկրների որևէ ղեկավար։ Դա պետությունների հետ համագործակցություն է եւ այդտեղ ոչ Ալիևը կապ ունի, ոչ Պուտինի հետ անձնական հարաբերությունները կապ ունեն։ Դա համընդհանուր տնտեսական համագործակցություն է եւ ՀԱՊԿ-ի անդամ, ԵԱՏՄ-ի անդամ եւ Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունեցող Ղազախստանում եւ Ղրղստանում նույնպես այդ ներդրումները սպասվում են եւ այդ բանակցությունները ընթանում են։ Նայենք ռեպորտաժները, համոզվեք ինքներդ եւ վերադառնալուց մենք ընդհանուր եզրակացություն կանենք։ В Астане запустили самый мощный суперкомпьютер в Центральной Азии. В церемонии участвовал президент Касым-Жомарт Токаев. Новый суперкомпьютер будет работать на базе национального центра Алем Клауд при Министерстве цифрового развития. Компьютер создан на современных чипах NVIDIA и способен выполнять миллиард операций в секунду. Он поможет в развитии искусственного интеллекта и цифровизации ключевых отраслей. Доступ к его ресурсам получат стартапы, университеты, научные центры, а также государственные и частные компании для обучения нейросетей, исследований и бизнес-задач.
Перспективы сотрудничества Казахстана и компании Microsoft по развитию IT-индустрии и созданию полноценной экосистемы для стартапов обсудил Касым-Жомарт Токаев с президентом Microsoft в Центральной Европе и Азии Мишель Симмонс. Глава государства отметил, что Казахстан активно работает над законодательством в области искусственного интеллекта, чтобы использовать его потенциал для развития инноваций и экономического роста. В следующем году планируется создание Национального центра искусственного интеллекта, который станет основой инфраструктуры для цифровой трансформации страны. В свою очередь, Мишель Симмонс отметила, что Microsoft намерена и далее плодотворно сотрудничать с казахстанской стороной. Да, Казахстан сейчас ведет переговоры с Microsoft, OpenAI, G42 и другими мировыми технологическими гигантами. И цель построить в Экибастузе долину дата-центров. Мощность этой долины там до 1 гигаватта и объем инвестиций около 30 миллиардов долларов США. Под проект уже выделено 200 гектаров земли в Павлодарской области. Рядом 2 крупнейшие электростанции страны, которые обеспечат дешевую электроэнергию. Почему именно Экибастуз, спросите вы? Ну, низкая стоимость энергии, промышленная инфраструктура и выгодное географическое положение. Задержка сигнала до Европы и Азии ниже, чем у конкурентов в регионе. И если все получится, Казахстан станет цифровым хабом всей Центральной Азии. Адылбек Касымалиев в рамках весенних совещаний МВФ и группы Всемирного банка провел ряд встреч с руководством ведущих технологических корпораций США для обсуждения перспектив цифрового развития республики. В ходе встречи с вице-президентом по глобальным инициативам в области искусственного интеллекта компании NVIDIA Калистрой Редмонд стороны обсудили ключевые направления применения технологий NVIDIA в Кыргызстане. Особое внимание было уделено вопросам масштабирования высокопроизводительной инфраструктуры для развития государственного языка и обработки больших данных. Адылбек Касымалиев официально пригласил Калистру Редмонд посетить Кыргызстан. Со своей стороны она выразила высокую заинтересованность в развитии партнерства, отметив амбициозность цифровой повестки Кыргызстана. Далее состоялась встреча со старшим вице-президентом по связям с государственными органами корпорации Oracle Джошем Питкоком. Стороны обсудили возможности внедрения облачных технологий и современных систем управления данными в государственном секторе. Ինչպես տեսակ, սիրելի բարեկամներ, Հայաստանի եզակի չէ եւ Ռուսաստանի հետ միության մեջ գտնվող Ղազախստանում, Ղրղստանում, ՀԱՊԿ-ի անդամ եւ այնտեղ իրենց անդամակցությունը չսառեցրած, ընդհանրապես Եվրամիության հետ չինտեգրվող, Եվրոպա չգնացող եւ օբյեկտիվորեն էլ չեն կարող գնալ, որովհետեւ իրանք կենտրոնասիական երկրներ են, այդ երկրներում Ամերիկան կատարելու է Հայաստանից բազմակի անգամ ավելի ներդրումներ եւ ավելի լայն համագործակցություն։ Սա ինչի մասին է խոսում, որ ցանկացած նախընտրական լոզունգ Նիկոլ Փաշինյանենք չափազանցնում են վերացում կեղծիքի եւ եթե ինչ-որ մի լավ բան իսկապես կա, դա վերածում են անձնական PR-ի գործիքի։ Եվ այդ լավ բանը այնքան են կեղծիքով պատում, որ նույնիսկ կորցնում է իր հմայքն ու ռեալիզմը։ Տեսեք, բոլոր լոզունգների միջով մենք կանցնենք նրանց, բոլոր նախընտրական խոստումներով եւ այն առավելություններով, այն հպարտությամբ, որ ասում են։ Օրինակ, տեսեք, ասում են, մենք գրանցել ենք եւ այնպես են դա ներկայացնում իրենց լոգոտիպերում, որ դուք կենտրոնանում եք օրինակ 309,000 գրանցված նոր աշխատատեղ։ Գրանցվածը գրել են բարակ շրիֆտով, որ դուք կարող եք նույնիսկ դա չնկատեք, բայց ձեր աչքը խոշոր շրիֆտով տեսնում է 309,000 նոր աշխատատեղ։ Իրականում սա կեղծիք է, որովհետև 309,000 աշխատատեղերի ճնշող մեծամասնություն է, հետագայում ավելի կոնկրետ թվեր ձեզ կներկայացնեմ, ընդհանրապես թե Սերժ Սարգսյանի օրոք, թե դրանից հետո գոյություն ունեցող եւ առանց Նիկոլ Փաշինյանի ջանքերի ստեղծված օբյեկտիվ աշխատատեղեր են, որոնք ուղղակի պետականորեն սկսել են գրանցվել, որպեսզի մտնեն հարկային դաշտ, եւ այո, այստեղ լավ գործ արվել է, բայց նա ձեզ ներկայացվում է այնպես, որ կարծես թե ստեղծել են այդքան աշխատատեղ։ Ոչ, դա նույնիսկ 2018 թվականին գոյություն ունեցած աշխատատեղեր են, որոնք պաշտոնապես գրանցված չեն, ստվերում են եղել, եւ մարդիկ ուղղակի եկամտահարկ չեն վճարել, որոշակի պետական վճարումներ չեն արել, բայց այդ փողը միշտ եղել է երկրում եւ շրջանառվել է, այսինքն բացի բյուջեն մի քիչ գումար ավելացնելով այդ աշխատատեղերի հաշվին եւ իրականում ընդամենը թղթաբանություն անելով, գրանցելով, իրենք դա ներկայացնում են որպես հսկայական գործ են արել։ Դա կեղծիք է, այսինքն չկա այդքան ստեղծված աշխատատեղ, բայց ձեզ մոտ
մանիպուլյացիայով, մարքեթինգի գործիքներով փորձում են ստեղծել տպավորություն, որ իրենք ստեղծել են այդքան աշխատատեղ։ Օրինակ, մենք խոսել ենք թոշակների մասին, չէ՞։ Ես ձեզ ցույց տվեցի, ապացուցեցի, կարիք լինի ավելի կապացուցեմ, որ 10-ից 20,000 դրամ թոշակի բարձրացումը դա ընդհանրապես ինդեքսավորում է, այսինքն 18 թվականին դուք 41,000 դրամով գնում եք ավելի շատ ապրանքներ եւ օգտվում եք ավելի շատ ծառայություններից, քան այսօրվա միջին թոշակ 59,000-ով, այսինքն այդ 15-20,000 դրամ բարձրացումով։ Ինչ են ասում, բայց ցույց են տալիս մի պատկեր, որտեղ 16,000 դրամ նվազագույնը բարձրացել է եւ դարել է 46,000 դրամ։ Եվ չիմացող մարդը տպավորություն կստանա, որ Նիկոլ Փաշինյանը թոշակները բարձրացրել է միանգամից 30,000-ով, ինչը սուտ է, ինչը կեղծիք է։ Պետք է հաշվարկել միջին թոշակով, միջին հաշվարկներով, որովհետև նվազագույն թոշակ ժամանակին ստանում էին ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ, իսկ թոշակառուների 600,000-ից ավելի թոշակառուների մեծ մասը ստանում էր միջին թոշակ 40,000 եւ դրանից ավելին։ Հետևաբար, միջինացված, եթե նրանք ցույց տային, պատկերը տխուր կլիներ, գովալու տեղ չէին ունենա, որովհետև բարձրացում ընդամենը 15,000 է, իսկ 15,000 ընդամենը մի օրվա առևտուր է։ Դուք կգնեք մի քանի կիլոգրամ միրգ, բանջարեղեն, մի կես կիլոգրամ կամ մի կիլոգրամ միս, ձու, մի քանի հյութ, գուցե էլի մի քանի բան եւ ձեր գումարը կվերջանա։ Եվ այսպես մանիպուլյացիաների, կեղծիքների շարան դպրոցների հետ կապված ասում են, որ 100,000-ից ավելի դպրոցականներ սովորում են նոր դպրոցներում։ Ինչը նույնպես մանիպուլյացիա է, կեղծիք է, որովհետև նոր դպրոցներում հնարավոր չէ այդքան աշակերտ տեղավորվի։ Դա 50 դպրոց են առավելագույնը նոր, կամ ես այդ թվերը ավելի կճշտամ, բայց իմ տեղեկությունները որքան հասցրել եմ նկատել, 50 դպրոց են ընդամենը նորը կառուցել։ Շատ դպրոցներ փակել են, օպտիմալացրել եւ իրականում նրանք նոր դպրոցի տակ են ձեզ ներկայացնում այն դպրոցները, որոնք արել են ընդամենը կոսմետիկ վերանորոգում, պատերն են ներկել, սվաղ են արել մի քիչ, որի ծախսերը հսկայական չեն։ Արել են արդյոք, ստեղծել են արդյոք նոր դպրոցներ, այո, 50, թեկուզ ընդունենք մի 100, բայց չի կարող այդքան դպրոցներում, որոնք հատկապես կառուցվել են գյուղական համայնքներում, տեղավորվել 100,000 դպրոցական։ Կեղծիք, մանիպուլյացիա, լավ բանը, որ իսկապես կա, վերածում են մի մեծ փուչիկի, որը տրակվում է, եւ ես հերթով դրանք ասեղներով կտրակացնեմ։ Եվ դուք կհամոզվեք, որ գործ ունեք շարլատանների մի խմբի հետ, որոնք ձեզ հերթական անգամ խաբելով, մանիպուլացնելով, փորձում են ընդամենը իրենց անձնական եւ խմբակային շահերը սպասարկել եւ խուսափել երկրին հասցված հսկայական վնասների համար պատասխան տալուց։ Հավանեք, մեկնաբանեք, տարածեք, բաժանորդագրվեք, որպեսզի մեր այս խոսակցություններն ու բացահայտումները լինեն շարունակական եւ որպեսզի մենք բոլորով թույլ չտանք, որ մեր ամբողջ ժողովրդին մի քանի շարլատան դնեն հիմարի տեղ։